Պարոն Քոչարյան, ինչպես է գնահատում նախ քարոզարշավը արդեն ամփոփելու օրն է մոտենում, ինչ գնահատական ունեք։ Անցել է շատ նորմալ, ոչ մի տենց էական խոչընդոտներ չենք զգացել, մեզնից էլ է կախված է։ Նորմալ ընթանում է, առաջ աստված, գիտեմ, որ հաղթելու ենք, մենք առաջի դիրքերում ենք զբաղեցնելու, տենց։ Ինչից եք նման եզրահանգում գալի, քաղաքացիների հետ շփումներն է դա ձեզ վստահություն տվել, այդ վստահությունը որտեղից։ Քաղաքացիների հետ շփումից, մեր քաղաքացիները վստահեցնում են, որ անպայման տիգան մեր հետ են քայլելու, մեզ են ընտրելու, նրա համար որտեղ մեր թեկնածուն, կրթված, բանիմաց, այս ամեն ինչի մեջով անցած, թողոբոյի մեջով անցած, եկեղեցու կողքը կանգնած ու քաղաքի մասին մտածող դետքան է։ Հիմա կանխատեսումներ կան, որ օրինակ որևէ ուժ 50+1% չի հավաքելու եւ հնարավոր է Գյումրի 2 սցենարը կրկնվի։ Դուք ինչ կանխատեսում ունեք, ինչ կասեք։ Գյումրի 2 թե որտեղի 1 այդ բանը չասենք լինելու է Էջմիածին քաղաք վաղարշաբաթ 1։ Մենք մեր հարցերը մեր ձևով ենք անելու ու պիտի միանանք միայն ու միայն կամ իրանք մեզ պիտի միանան մենակ ընդդիմադիր ուժերը։ Մենք չենք միանալու ԿՊ-ին։ Բացառվում է, որ մենք ինչ-որ ձևով կամ ինչ-որ բանով միանանք ԿՊ-ին։ Այսինքն որևէ համագործակցություն ԿՊ-ի չի լինելու, իսկ որ ուժի հետ է հնարավոր ընդդիմադիր շրջանակի։ Դժվարանամ թող ընտրությունները լինի, կանենք։ Բոլոր այն ուժերի հետ, ով ԿՊ-ի հետ ընդհանրապես համագործակցություն չի ունենալու։ Մենակ իրանց հետ։